Անգազարը մի հատ հայտնի անեկդոտ կա, մեկը մեկին տերմոս մլսի քեզ գնդակարություն էին տվել, հա, ասում փողը տվեցի, ոտիցս խփեցի։ Հիմա եթե արագացված կարգով 1 օր հետո քաղաքացին հնարավորություն ունի գնալ քննության եւ այդ կառույցը հնարավորություն ունի 1 օր հետո ստանալ քննություն, ինչի պարտադիր պետքա տուր վճարի, էլի։ Հա՞։ Հա, էլի, այսինքն բանա, кто больше։ Բայց պարոն Ղազարյան, պարոն Մկրտչյան, քանի որ երկուսը այստեղ եք, իրականում հիմա այնպիսի վիճակ է մեր երկրում, որ կարող է ամենավերջին հարցը լինի, բայց դիմում եմ ինքս վարորդ չլինելով, հազարավոր վարորդների անունից։ Դիմում եմ այն տաքսիստներից, որ առավոտվան գիշեր բողոքում են։ Նայեք, կոնկրետ օրինակի վրա ասեմ, Հերացի փողոց 4 ամիս Հերացի փողոցի վրա ավտոբուսի գիծ գծեցին։ 4 ամիս։ Դիմացի խանութի աշխատողն ասում պարոն Մարկյան 10 րոպեի մեջ կարող է մի հատ ավտոբուս հայտնվել 4 ամիս հետո հանեցին այդտեղ ավտոբուսի գիծը, բայց ասենք մի քիչ գծանշում մնացել է, մարդկանց մի մասը իներցիայով մտածում ավտոբուսի գիծը։ Նայեք, այն օրն եմ եղել, այդ Արգիշտի փողոցը աչքովս տեսա։ Մեջտեղով ավտոբուսը գալիս է քաղաքապետարանի մոտ առաջին գիծը մտնում, կանգ առա, դուրս է գալիս երկրորդ գիծ։ Ու այն խցանումը, որ այդ հատվածում է, ու բազմաթիվ տեղեր Նայեք, ահավոր էր այնտեղ։ Այդ հատվածում այն օր խայտարակ վթարատեր ունեն։ Այս է։ Հետո դուս է գալիս երրորդ գիծ, որ ռազմավարոտ անի։ Ուղղակի ստիպած բարձրաձայնից որ ասում վարորդ չլինելով հազարավոր մարդիկ են խոսում։ Պարոն Մանուկյան, ձեր դիտարկումները եւ բնականաբար բողոքները ընդունվում են իգիտություն, ուղղակի մի բան ասեմ, որ տրանսպորտային միջոցների երթևեկություն եւ առհասարակ ճանապարհների գծանշումների, կահավորումների հետ կապված ներքին գործերի նախարարությունը չունի լիազորություններ, ունի լիազորություններ առաջարկներ տալու, բայց սա վերապահված է տեղական ինքնակառավարման մարմնին, տվյալ պարագայում Երևանի քաղաքապետարանին։ Իհարկե մենք հաշվառելով ձեր առաջարկությունները լրացուցիչ առավել խորքային նաև ուսումնասիրություններ կանենք եւ եթե ավելի լավ լուծումներ տեսնենք, առաջարկներ կանենք։ Այդուհանդերձ, թե ինչ հանրային տրանսպորտը ինչ երթուղիով պետք է եւ ինչ գծանշումներով պետք է լինի, սա ըստ էության ինքը շատ մեծ թեմա է եւ վերջնական պատկերացումը ունի տեղական ինքնակառավարման մարմինը տվյալ պահին Երևանի քաղաքապետարանը։ Պարոն Մկրտչյան, հասկանում եմ, օրինակ Անգլիայում այգիներում քաղաքացիների համար այդ ջեմուղիները սկզբից որևէ մեկը չի նախատեսում։ Թողնում են X ժամանակ, մինչև ինքնաբերաբար քաղաքացիներ իրենք ճանապարհ են հարթում։ Բայց դրա համար ուսումնասիրության հարց է։ Իհարկե, պարոն Մկրտչյան, ես դառել եմ բարեկային ծառայության թեժ գծերից մեկը, որտեղ այդ լուկերի դեպքում հատկապես ամենաուր ահազանգումը։ Վերջերս ծառավաղբյուրի վրա էր ահազանգեցի, Վիոլա ջուրը զանգեց իրանցը չէր քաղաքապետարանին էր, լուկը ամեն անգամ թռնում էր, որովհետև ակաժները կոտրված էին։ Ահազանգից հետո տաղանդավոր լուծում գտավ Երևանի քաղաքապետը, ուղղակի զոդեցին լուկը, սվարկարեցին, չփոխեցին։ Բայց դա դառել է իրականում հիմա քիչ առաջ քննարկում ենք խցանումներից բանից ոնց ազատվենք մի դետալներ, բայց դա դառնում է իրականում հանրության ներվայնության պատճառներից մեկը։ Պարոն Մանուկյան, համարենք, որ դա ձեր արձագանքն է, պարոն Ղազարյան ունեք պատասխան, խնդրեմ։ Кто больше հարցին պատասխանեմ, եթե թույլ տաք պարոն Մանուկյանի հարցին։ Պարոն Մանուկյան, մենք ունենք երկու հանգամանք, որը հաշվի ենք առել այս կարգավորումը առաջ բերելու համար։ Տրամաբանորեն, եթե 7 օր է սահմանված եւ 30 օր է սահմանված, այս ժամկետները նախատեսված են այն բանի համար, որ մարդը պակասող գիտելիքներ ունի կամ պակասող հմտություններ ունի, համալրի այդ պակասող գիտելիքներն ու հմտությունները եւ գա վերահանձնի։ Քաղաքացիներից ստանում ենք բազմաթիվ դիմումներ, նամակներ եւ ահազանգներ, որ այս
այն հարցը չէր կամ այն խնդիրը չէր, որի պատճառով ես սպասեմ այսքան ժամանակ, կարող եմ, հնարավորությունը ունեմ։ Հիմա ասում ենք, իսկ ինչի ենք դրա համար նախատեսում հավելյալ գումար։ Իրականում սա արագացված ծառայության տրամաբանություն է, եւ մենք ունենք բազմաթիվ այլ հանրային ծառայություններ, որոնք մատուցում ենք արագացված տրամաբանությամբ։ Միանշանակ, օրինակ, եթե դուք ցանկանում եք ստանալ անձնագիր 5 օրում, եթե ցանկանում եք ստանալ անձնագիր 1 օրում 20,000 դրամ, ցանկանում եք ստանալ անձնագիր 3 օրում 10,000 դրամ։ Այսինքն նույն համապատասխան կարգավորումները։ Մենք այստեղ մի փոքր ավել ենք նախատեսել, ասեմ, ինչ տրամաբանությամբ, որպեսզի ծավալը շատ մեծ չլինի այդ հոսքի օգտվողներ, մենք կարողանանք կառավարել։ Հիմա որոշ ժամանակ մոնիտորինգ կանենք եւ կտեսնենք, որ եթե օրինակ ցածր է սահմանված շեմը, մեր կարծիքով տրամաբանական է, մենք հաշվել ենք մեր ունեցած ծավալները, հաշվել ենք մեր ունեցած ենթակառուցվածքը եւ ունեցած աշխատողների քանակը, ովքեր կկարողանան այդ սպասարկել։ Եթե կտեսնենք, որ այնպիսի հոսք ունենք, որ օրինակ այս գումարները ցածր են, մենք վերադառնանք խորհրդարան եւ կասենք կամ եկեք այս կարգավորումը բացառենք կամ եկեք օրինակ բարձրացնենք այս турքերը։ Այս պահի դրությամբ մենք կարծում ենք, որ սահմանված շեմով եւ ունեցած մեր կարողություններով կկարողանանք սպասարկել արկա պահանջարկը։ Զուտ ուղակի մի թիվ մերեմ միջինացված թիվ եմ վերում վերջին 3-ից 4 տարիների ընթացքում մենք վարորդական վկայական ստանալու համար ընդհանուր դիմումների քանակը տարեկան մոտ 50,000 է, իսկ նրանցից վարորդական վկայական ստանում են տարեկան մոտ 20-ից 23,000-ը միջինում, այսինքն մոտավորապես կեսը չի կարողանում հաղթահարել այդ շեմը այս կամ այն պատճառով։ Ուստի մենք կարծում ենք, որ այս գումարները դնելով մի փոքր կավելանա հոսունությունը, բայց մենք ունենանք համապատասխան կարողություն դրան դիմակայելու։ Երկրորդ մասով պարոն Մկրտչյանը սպառիչ պատասխան տվեց լիազորությունների բաշխման տրամաբան